նոր սերնդի երիտասարդների հետ խոսում ես, մեկ էլ ասում են, սա իմ private բանն է, իմ ժամանակ, իմ տարածքը, ես այսօր overwhelmed եմ ու մենք Ես աչքը կախ, լուսադեմ 4, եթեր, ինչ overwhelmed, ինչ հոգնած, ով էր հարցնում ընդհանրապես։ Իրականությունը քեզ հեչ դուր չեկավ։ Ինչի վրա ես ուրախաց եմ ներվայնաց իմ տարապի։ Մեկ մուննաթ ես, մեկ ուրախ ես, ես կույս էի։ Եկավ։ Փոքրիկ շփացած ուրախ երեխայի պես ապրում էի ըստ իրավիճակի, որտեղ այսօր երեկոյան կարելի է մնալ։ Աստվածի, մենք հենց 20%-ն ենք տեսնում։ Իմ մոտ գցում է։ Կարող է վերևից նայի եւ ասի դու չգիտես այդ սիրուն լավ տղան ես օծին ինչու առավ կներեք վատ բան եմ ասում բայց այդպես է ես չեմ կարողանում այդ ընդունել մեծացել եք հնարավորություններից որոնք ես կարող էի ունենալ ամենակիչը օգտվել եմ ես այդ քո շատ էմոցիոնալ լինելուց բացի քեզնից ով է դժում ամենաշատը չնայած որ բոլորը երևի վստահ են որ ես սուպեր էգոիստ եւ մեծամիտ եմ ոնց որ սկսում ես ավելի քեզ լավ զգալ ավելի թիթիզ ինչ ա եղել բան ա եղել ժողովուրդ Առաջին եթերս ներկած կոմոտ եմ եկի առաջին որ ներկեցին գլուխս օհո որախ ես գնացի եկա կոպա այդ ֆուտբոլին թաքուն լայքում եմ ահա մենք սկսում ենք ոսը Adams Family-ի մեջ մերը չէ լավ ես Լիլիթ շնորհավոր մազերդ Այ մերսի լավա առաջինը կոմոտ եմ եկել կապ չունի երբ կլինի եթերում մեր թողարկումը բայց իմ առաջին նկարանումը օֆիցիալ մուք մազերով կոմոտ է Խնդրում եմ սիրելի մեր դիտորդներ դուք կզարմանաք կարծես առաջին անգամ եք տեսնում որովհետև սա մի քանի շաբաթ հետո է եթեր գնալու ինձ թվում է շատ լավ է լիլ դե լավ քո տրամադրության վրա ազդում է չգիտեմ սանրվածքը տեսքը դիմահարդարումը Այ իմ տրամադրության վրա բայց ինչը չի ազդում Վայ լիլի Ինչը իմ տրամադրության ինձ ուղղակի ստում մեկ առիթ է պետք ինչ-որ մի բան որ իմ տրամադրության վրա ազդի բայց ես վերջերս մի քիչ տենց չեմ ուզում ասեմ մեծացել եմ բայց հանդարտվել եմ Սաներված կարտակին որպես այդպեսին չի անդրադառնում իմ վրա, որովհետև միշտ կարողանում եմ ընդհանուր լեզու գտնել, ինչ դուրս չի գալիս, շտկում եմ, արագ տանից դուրս եմ գալիս։ Իսկ իրադարձությունները, որոնք շրջապատում են մեզ եւ որոնց վրա ես չունեմ ազդեցություն եւ կոնտրոլ, դրանք ինձ կարող են մազերի։ դրանք կարող են ինձ հունից հանել ու ինձ միշտ ասում են, որ անտեղյա քո նյարդայնանալը այն իրավիճակների վրա, որոնց վրա դու չունես որևէ տեսակի ազդեցություն, այսինքն դա քեզանից կախված չի։ Նյարդայնանում ես, մենակ քեզ ես վատանում։ Դրա համար ես ավելի լավ է 5 անգամ մազերս հարդարեմ, հագուստս փոխեմ, այդպես հանգստանամ։ Իսկ այն պահը կա, որ, չգիտեմ, մազերդ լավ են լինում, դիմահարդարումը տեղը ամեն ինչ լավ, ինստինկտյան, ոնց որ սկսում ես ավելի քեզ լավ զգալ, ավելի թիթիզ։ Հա, ինձ թվում է բոլորիս մոտ է այդպես լինում, բայց դրա ճիշտ հակառակն է լինում։ Որ տանից դուրս գալիս, նայում եմ, տեսնում եմ, որ կարծես դե լավ, 10-ից 9 գոնե թե այսօր արժանի եմ ստանալ, բայց ինչ որ ներքին հոգեվիճակ կա, այ դրա պատճառով ես ինձ լավ չեմ զգում։ Իսկ լավ չես զգում, որովհետև նաև քեզ թվում է այդ պահին, որ տեսքդ այդքան էլ տոպ չի, թե ուղղակի գիտեմ լավ եմ, տեսքս լավ է, բայց ես ինձ լավ չեմ զգում։ Ինձ մոտ հենց դա ճիշտ հակառակն է, այն որ ինչ լավ է, որ տեսքս լավ է, որովհետև արտաքին աշխարհի մարդիկ ու ինչ շրջապատող մարդիկ չեն տեսնի այն ինչ որ կա իմ ներսում։ Իսկ հաճախ արտաքին ու իմ ներաշխարհը հետ իրար հետ այդպես ներդաշնակ չեն։ Լավ, դու նենց էմոցիոնալ ես, ինձ թվում է մենք միշտ տեսնում ենք ինչա քո ներսում։ Հա։ Այդ 20%-ն է, որ մնացած է։ Ոյ, Աստվածի, մենք հենց 20%-ն ենք տեսնում։ Հա, չէ, տենց լինում է, որ ես տխուր եմ լինում կամ ինչ որ իրավիճակների հանգամանքների բերումով ամեն ինչ այնպես չի, ինչպես ես կուզենայի լինել, բայց երբ որ ես տանից դուրս եմ գալիս ու նստում եմ ղեկին, մի ասում եմ երաժշտությունը, ես չգիտեմ այդ ինչ միստիկա է, մի հատ այլտեր ուրիշ Լիլիթ հարտնանում, որ ասում է ամեն ինչ լավ է, ամեն ինչ ավելի լավ է լինելու։ Հետո մի քանի ժամ հետո այն մյուս Լիլիթն է գալի, ասում է ինչի՞ վրա ես ուրախացել, ինչի՞ վրա ես ուրախացել, այդ ներվայնաց իմ տարապի։ Դրա համար ես տենց փորձում եմ ինքս ինձ բալանսի բերել ու այս վերջերս մի հատ երևի ստատուս էի կարդում կամ ինչ-որ մեկի գրառումն էր, շատ տիպիկ էր, շատ ցինիզմով էր ու ծիծաղելի, ասում է հոկեբանս ինձ վերջերս հարցրեց դու դեռ շարունակում ես ինքդ քեզ հետ խոսել, պատասխանեցի որ ոչ կռված ենք։ Այդ լրիվ իմ մասին է։ Եսի մյուս եսի հետ մեկ-մեկ տենց կռվում ենք, չենք շփվում իրար հետ, այդ ժամանակ գլուխս ավելի հանգիստ է լինում։ Քո կենցաղի մեջ որ պահն է, որ քեզ շատ հարմար է, քեզ լավ է ու ինչն է, որ հետը կռիվ ես տալիս։ Կենցաղի մեջ տանը, այսինքն տանը, քո առօրյան։ Բոլորը գիտեն, որ ես մի քիչ ծայրաստիճան կենտրոնացած եմ մաքրության վրա։ Ու շատերը դրան հումորով են վերաբերվում, այսինքն ընկերներս այդպիսի հումոր ունեն, գնում ենք Լիլիթ հենց տուն, մազերդ հավաքի, մազ չընկնի,
Գնում ենք լիթ հենց տուն հաց արեք, լավաշ մի արեք, լավաշը փշրվում է, այդպես հա, բայց ես շատ կենտրոնացած եմ, այսինքն ինձ մոտ պետք է համ գլխում, համ տանը, համ աշխատասենյակում ամեն ինչ դրված լինի իր տեղում։ Եվ եթե ինչ որ մի բան շեղվում է այդտեղից, թե կյանքում, որը էլի ասում եմ իմ ենթակայության տակ չի, թե իրերի տեսքով, ինձ մոտ գիտես ինչ է լինում, ոնց որ կայծ տա կամ ինչ որ մի տեղից այդ թելը կտրվի։ Ես չեմ հասկանում հիմա ոնց է պետք ճիշտ ամեն ինչը վերադարձնել իմ տիրապետության տակ, որ կարողանամ ամեն ինչը իր տեղը դնել։ Այդ ինձ շատ խանգարում է։ Իսկ դուրս ինչն է գալի այս վերջին շրջանում, ես սկսել եմ կարոտն առնել երեխեքից։ Ու այն մանրուքները, որոնք ժամանակին ինձ զայրացնում էին, իրենց կամակորությունները, ուզում եմ չեմ ուզումները, իրենց պարապմունքները, Արևիկի մամա մտածում է 5 րոպե առաջ լրիվ ուրիշ բան էր ասում, բայց էդ էլ կա, հա զայրանում եմ, բայց հիմա շատ կարոտով եմ։ Ես սկսել եմ հաճույք ստանալ, որ ես հասցնում եմ իրենց տանել իրենց խմբակներին, որ ես հասցնում եմ իրեն Անդրեայի հետ օրինակ, որ արդեն մեծացել է, շաբաթ կամ կիրակի օրերին միասին գնանք, չգիտեմ, այնտեղ շոփինգի կամ գնանք ֆիլմ նայելու։ Իսկ ինչի՞ց է, որովհետև հիմա ավելի շատ ունես ժամանակ։ Որովհետև հիմա իսկապես էլի կա ծանրաբեռնվածություն, բայց այդ այն ծանրաբեռնվածությունը չէր, երբ որ ես ուղակի տանից դուրս էի գալիս, երբ որ իրենք գնում էին պարտեզ ու դպրոց եւ շատ հաճախ գալիս է, երբ որ իրենք արդեն քնած էին լինում։ Առաջարկում եմ այս պահին խմենք Սիրով։ Զբաղված մամաների կենացը ես հասկանում եմ, որ ավելի ավագ սերնդի մամաները հիմա մեզ դիտելով մտածում են, որ այնքան ավելի հեշտ է հիմա կյանքը, չէ, տեխնոլոգիական առաջընթաց, տարբեր ծրագրեր կան կյանքը հեշտացնող, ուղղակի գիտես Լիլի ինձ մեկ-մեկ ինչ է թվում, որ այսօրվա մամայի ամենագլխավոր խնդիրը այստեղի հոգեբանական եւ ուղեղի մակարդակում դա այն է, որ մենք մեր երեխեքին պատրաստում ենք չգիտեմ ինչին։ Այսինքն առաջ մամաները գիտեին մոտավոր աշխարհը ինչպիսինն է ու ինչ հմտություններ է պետք փոխանցել բալիկին։ Իսկ մենք հիմա քանի որ հաճախ խոճապի մեջ ենք եւ նենց չէ որ անիմաստ ենք խոճապի մեջ աշխարհն է խառը, մենք փորձում ենք այս տարիների ընթացքում նաև իրանց էսել սովորեցնել, սրան էլ պատրաստել, համ ուժեղ լինի, համ էմոցիոնալ առումով տեղը լինի, համ էս իմանա, համ այն սպորտը ու արդյունքում իհարկե հաճախ լարվածություն այդ իր հետ բերում։ Համաձայն եմ, բայց ինձ թվում է մեր ծնողները ինչքան էլ գիտեին, ինչ իրականության մեջ ենք մեծանալու, կարծում եմ մեր սերնդակիցները շատ էքստրեմալ պայմաններում են մեծացել, որովհետև եթե նկատես մեր սերունդը ինչ որ տեսավ շատ ավելին, քան նախատեսվում էր։ Հա, ճիշտն ասած մենք կեսից Այսպես գող կլինեինք։ Կեսից հետ եմ նայում, ասում եմ, բայց ինչի հենց մեր ժամանակահատվածում էս ամենը պիտի տեղի ունենա։ Մենք խառը, բայց մենք շատ ամուր սերունդ ենք ասեմ քեզ։ Արի մենք խմենք տակարի, եթե ես Սա իմ սիրելին է։ Եթե չեմ սխալվում Վիոնիեր, կարող եմ սխալեմ հիմա անունը արտասանում, բայց ֆանտաստիկ փրփրուն է ու համտեսքն է այնպեսին, որ կարևոր առիթներին էլ հաճելի կարելի է բացել, ել չասեմ, այն որ ասում եմ ես հաճախ տանը սառնարանում ունենում ես ու ընկերուհիները, երբ գալիս են, քուրիկները գալիս են, երեկոյան վարելում եք պղպջակներով կտրվում ես աշխարհից։ Սա էլ իմ ու քո համար ինչ որ որպես այդպեսին իր տեսակով հատուկ օր էր։ Ահա։ 1000 տարի եթերում չէինք եղել։ Դա հիմա ինչ ենք սրան ասում, YouTube-յան եթեր։ Էլի եթեր կարելի է ասել։ Համովա, ես սիրում եմ Շատ համով է։ Ես սիրում եմ միշտ այն ալկոհոլային խմիչքները, որոնք իմ համար մի քիչ հյութ են։ Հա, ես էլ, որ մի թեթև քաղցրություն կա, բայց հաճելի քաղցրություն ունի։ Դրա համար եթե դուք տեսնեք, որ Արևիկը խոսում է, ես լցնում եմ, խմում եմ ու կեսից արդեն Շատ ասնիվ ես դառնում։ Մենք կիմանանք, որ ապրի տակառը։ Լիլ նայ, քո հետ կապված ես երբ ինչ մտածում եմ, այդու շատ ճիշտ քեզ նկարագրեցիր սկզբում էլ, դա էմոցիան է։ Չէ, մեկ մուննաթես, մեկ ուրախ ես, ինչ էմոցիա է, ու դա եւ քո կոնտենտում կա, չէ՞, այդ էմոցիան, ջղայնություն, ուրախություն եւ այլն։ Եվ կյանքում կա այդ էմոցիան։ Այդ քո շատ էմոցիոնալ լինելուց, բացի քեզնից, ով է տուժում ամենաշատը։ Վահեն։ Վայելով։ Բայց ես չեմ կարծում, որ տուժում է։ Վայելումը։ Էդ չեմ կարող վստահ ասեմ, գիտես, որ վայելում է, այստեղ էլ կստեմ։ Իմ էմոցիոնալ լինելը ինձ համ շատ օգնում է, համ է շատ խանգարում է։ Միակ լավ բանը իմ տեսակի մեջ այն է, որ եթե կա ճակերտավոր օրինակ կոլապս, ես խիստ հանդարտ եմ։ Այսինքն իմ էմոցիոնալ պորտկումները հիմնականում լինում են շատ անհեթեթ կամ ոչ նշանակալից իրադարձություններից ելնելով։ Այսինքն մի փոքր բանից ես կարողա զայրանամ, նույն կերպ նույն մի փոքր բանից կարողա ուրախանամ։ Այսինքն մի ծաղկամանի գնումը ինձ համար կարողա դառնալ տոն, մի ծաղկամանի կոտրվելը ինձ համար կարողա դառնալ տրագեդիա։
Այդտեղ ես իմ էմոցիաներին տալիս եմ ազատություն, բայց երբ խոսքը վերաբերում է լուրջ իրավիճակներին, դա միշտ Վայենն է նշում, ասում է դու կարծես այդպես կանգ առնի, այսինքն զրո էմպաթիա է մոտ լինում, միայն ռացիոնալ մտածելակերպ։ Ինչ կարելի անել, կա խնդիր, չկա խնդիր, որը չունի լուծում։ Այդտեղ իմ էմոցիաները անջատվում է։ Դրա համար լավ է, որ փոքր մանրուքների վրա ավելի էմոցիոնալ լինեմ եւ փոխարենը ավելի լուրջ իրադարձությունների վրա կարողանամ ավելի սթափ ու ռացիոնալ մտածել ու հաշվարկել քայլերս։ Ասացիր, որ փոխվել ես, փոխվում ես։ Այդ հանգստության մասին է, թե այլ կետերով ես փոխվում։ Ու որպես զույգ, որպես կին, տան մամա, դու տեսնում ես փոփոխություն։ Ու եթե հա, դեպի ուր։ Ամեն ինչ է կյանքում փոխվում։ Ոչինչ երբևէ ստաբիլ չի մնում։ Ես միշտ սարսափում էի մենակ մնալուց։ Ես չեմ սիրում մենակ մնալ։ Ինձ հաճախ ասում են человек праздник կամ ոնց որ Հեմինգուեյ человек праздник, который всегда со мной։ Ես սկսել եմ սիրել մենակ մնալը։ Կար մի շրջան, երբ ես ուղղակի սարսափում էի ինքսինց հետ մնալուց, վայ, այնքան որ ինչ-որ մի բան մտածեմ, իմ համար ստեղծեմ, որ դու հետ չլինես։ Հա, որ ես ինձ հետ չմնամ, որ ես ինքսինց չլսեմ։ Դա շատ վատ բան է, մի արեք այդպես։ Այսինքն ես կարող էի ունենալ 24/7 զբաղվածություն, մենակ թե 5 րոպե չնստեմ։ Ես կարող էի նույն հատակը 6-րդ անգամ մաքրել, հետո մի հատ դասավորել երեխաների զգեստապահարանը, հետո հիշել, որ այնտեղ նկարահանում ունեմ, հետո այնտեղ էս պիտի միայն թե որ գար օրվա այն պահը, երբ բոլորը տանը կլինեն, ես զբաղված կլինեմ իմ սովորական գործերով, հետո կքնեմ ու հետո ու այդպես անդադար։ Հիմա ես կարող եմ վայելել իմ մենակ մնալը։ Նույնիսկ ինձ համար սրճարանում միայնակ լանչ անելը, պայմանական ինձ ասում էին դե միտեղ նստի դու մի բան կեր, մինչև գանք, այսինքն մենակ ոնց ինչ եմ անելու ես այդ 20 րոպեն։ Ես հիմա սիրել եմ թե ինձ համար առանձին ինչ-որ միտեղ գնալը, թե մենակ տանը մնալը ու այդ ընթացքում ես մենակ դու կարողանում ինքդ քեզ լսել։ Իսկ ես որքան էլ որ կարող է թվա շատերին, որ այդ էմոցիոնալ եմ ու խոսում եմ ու այդպես արտահայտվում եմ, բայց տեսակով ես անverջ լսում եմ ու էմոցիոնալ տալիս եմ արև։ Անդադար ես բոլորին կարողա տամ։ Ում պետքա սեր, ում պետքա ուշադրություն, ում պետքա աջակցություն, ում պետքա ամեն կերպ։ Հետո ես քանվում էի ու ինձ համար ոչ այնքան կարևոր տեղերից փորձում էի ստանալ այդ էներգիան, բայց չէի լրացնում։ Հիմա ես մի քիչ չնայած որ բոլորը երևի վստահ են, որ ես սուպեր էգոիստ եւ մեծամիտ եմ, չգիտեմ որտեղից է այդ պատրանքը իմ անձի նկատմամբ, բայց այ հիմա ես սկսել եմ մի փոքր էգոիզմով վերաբերվել ինքս ինձ, այսի 1 ժամն է, ես ուզում եմ տանը մնալ։ Երեխեքը տանը չեն, կարելի է ուղակի ոչինչ չանել, ուղակի հեռուստասերիալ դնել ու 1 ժամ նայել ու չմտածել։ Այդտենց ես փոխվել եմ, ծերացել եմ երևի արդեն։ Գիտես, իշեն նստում ես, էլի։ Նստում ես մի քիչ, հանգստանում ես, հանդարտվում ես։ Չէ, լիլ մենք ուրիշ խմորից ենք, այսինքն այն ինչ որ դու եղել ես, ինչ որ դարել ես, դա մի պատմություն է։ Իմը իմ փոփոխությունը այլ պատմություն է, բայց այն չի, որ ես այդ ուղղությամբ եմ փոխվել, չէ, իմը այդ չի։ Իսկ Վահեն ոնց է փոխվել։ Վահեն արդյոք փոխվել է։ Երբեք չի փոխվում։ Չէ։ Ստաբիլ է ինքը ավելի։ Թե որպես մարդ, թե որպես ընկեր, ինձ թվում է ուրիշ կերպ չէր կարող լինել։ Ինքը իմ բալանսն է, այդ կշերքի մյուս նժարն է, որը միշտ բերում է կշերքիր։ Ես կույս էի։ Հա։ Վահեն էլ։ Բայց ինքը ինձ միշտ բերում է այդ բալանսին, որտեղ ես կարողանում եմ հանդարտվել։ Իսկ դու քո որ դերում ես, կարծում ես ամենալավը։ Այս վերջերս գիտես այնքան շատ եմ դրա մասին մտածում, որ մենք ունենք մեր դերերը, չէ՞։ Մենք մամա ենք, մենք ընկերուհի ենք, մենք դուստր ենք, կին ենք եւ այլն։ Ու ֆիքսել եմ, որ ամեն մարդ չի, որ բոլոր դերերում միանման է։ Հետաքրքիր է։ Ես էլ էի այդ հարցի մասին մտածում վերջերս, ոչ միայն որ մենք տարբեր ենք, այլ որ մենք մի քանի հատ ենք ըստ իրավիճակների եւ բոլորը իրարից խիստ տարբեր են։ Օրինակ մարդկա ասում է ես ֆանտաստիկ ընկերուհի եմ։ Մարդկա ասում է ես տոպ մամա եմ, մնացած դերերս հետո։ Շատ դժվար հարց է, ես կդժվարանամ պատասխանեմ այս հարցին։ Չնայած որ տեսակով այնպեսին եմ, որ շատ փորձում եմ ամենտեղ հասցնեմ, բայց եթե ինձ իսկապես հարցնում ես որտեղ ես դու, որ դու ամենալավն ես, քո դերերից այո։ Ինչքան էլ դա ցավոտ հնչի, դա գործն է։ Ու բայց ես ազնիվ պատասխանեցի, որովհետև թե որպես մամա եմ ես մի քիչ մեկ-մեկ թերանում, թե որպես կին եմ ես մեկ-մեկ թերանում, որպես դուստր մերոնց համար
գուցե ինչ որ միտեղ չեմ հասցնում, գուցե ինչ որ միտեղ ավելի քիչ ժամանակ եմ տրամադրում, որ պետքա տրամադրեմ, հատկապես հաշվի առնելով թե որքան արագ է ժամանակն անցնում։ Բայց այ աշխատանքում ես ցավում եմ ասում, բայց շատ բան եմ իմ ժամանակից զոհաբերում, որ իմ ուզած արդյունքին հասնեմ։ Դրամ եթե ազնիվ պատասխանեմ, տոպը աշխատանքում եմ։ Մնացած բոլոր տեղերում փորձում եմ, իսկապես ազնիվ փորձում եմ։ Ես մի քանի անգամ տեսել եմ քո ու Անդրեայի շփումը ու տեսել եմ, որ ուտեղել ես դու շատ սենց ուղիղ, հա, տենց ասեմ, ուղիղ։ Այսինքն եթե դու այդ պահին բարկացած ես, դու սենց քո բարկությունը ցույց ես տալիս, այսինքն մեկ ուրիշը մտածում է, «Բայ ես հասարակական վայրում եմ» կամ «Վայ չնեղացնեմ», «Վայ չգիտեմ», ինչ դու սենց հավասարի։ Դա Անդրեայի տեսակն է, որ ինքը թույլ է տալիս դու այդպեսին լինես։ Հա, ու ինձ թվում է, որ դա շատ ճիշտ է։ Հավասարին բնականաբար չէ, բայց ես իր հետ շփվում եմ այնպես, ինչպես կշփվեմ adekvat հասուն մարդու հետ։ Այսինքն մենք նախ տարիքի հետ արդեն դարձել ենք ինչ-որ չափով ընկերներ, եւ այո, եթե մենք ունենք թեկուզ 3 րոպեանոց կոնֆլիկտ, ես դա չեմ ասում, վայ, հետո գնում տանը, հասկանում ես, դու գնում տանը զայրացած անում։ Ոչ, մենք այդտեղ այդ պահին դա խոսում ենք ու հետո գնում ենք ուրախ տուն։ Հիմա մյուս հարցը դու Անդրեայի ու Միկայի համար։ Ես գիտեմ այդ հարցը լինելը։ Նույն մաման ես։ Ոչ։ Դե պատմի։ Այ, դե միշտ էլ տղաները մի քիչ ուրիշ պատմություն են։ Նախ տարիքային տարբերություն կա։ Գիտես, ուզում եմ ասել, ոչ միայն տղաներ, ինձ թվում է երկրորդ ու առաջին տարբերություն կա։ Այսինքն շատ ազնիվ լինեմ, եթե իրենց միջև տարբերությունը լիներ 1 տարի, գուցե ես հիմա այսպես արտարոց առանձնահատուկ այլ վերաբերմունք ցույց չտայի։ Բայց Միքայելը բնականաբար տղա է, Միքայելը 5 տարի փոքր է, Միքայելը մամայի Միքայելը, եւ ես միջին վիճակագրական տղայի հայ մայր եմ։ Ես աշխատում եմ իմ վրա այդ ուղղությամբ։ Թակավոր տղես։ Տենց ված չէ։ Այդ աստիճանը չէ։ Բայց իմ տղան միշտ ճիշտ է։ Դե տեսնենք դա, վայն անհավանական վիդեոներ ունի իր հեռախոսում պահած, երբ որ ես խոսում եմ Միքայելի հետ, հետո պատտում ասում զգուշ եղեք, ինքը խնդիր ունի, չտակ մեզ աղջիկ, չտակ։ Տենց ինչ որ բահը բռնում է, երբ ես խոսում եմ Միքայելի։ Կարելի է ասել, որ Միքայելը քո թուլությունն է։ Ու քեզ թվում է, որ ինքը քեզ նման չէ, դու դրա մասին հաճախ խոսում ես։ Ինքը իսկապես նման է, բայց գիտես ուղիղ այնքան որքան Անդրեան Վահեի թուլությունն է։ Հա։ Ինչ հետաքրքիր բաժանումը։ Չել քննարկվում։ Ամենաանհեթեթ հարցը ինձ համար, երբ որ ծնողին ասում են ում ես ավելի շատ սիրում, ում պիտի ավելի շատ սիրում, հավասար ես սիրում, չկա այդտեղ բացատրություն։ Դա մոտեցման հարց է։ Չկա ոչ մի adekvat ծնող չի կարող պատասխանել, ասել, գիտես, ես աղջիկս, չէ, վերաբերմունքի հարց կա, դա էլ գալիս է մի փոքր նաև իրենցից։ Եվ վստահ ասում եմ, ինքս լինելով մեր ընտանիքում աղջիկ, գալիս է ինչ որ մի տարիք, ավելի հասուն, երբ որ քո աղջիկը լինում է քո ամենան։ Դրա համար որքան էլ ես Միքայելին վայելում եմ, որովհետև մի օր ամուսնանալու է, գնալու է, եւ մեկ այլ կնոջ համար է լինելու ամենասիրելին Միքայելը, Սիրունը, Պուպուշը։ Ասացի ես վերջը դա։ Իսկ իմ աղջիկը ավելի ինձ թվում է կլինի մեր հետ ավելի նենց ոնց որ մենք ենք մեր ծնողների հետ։ Ցակուկներ ունենալուց հետո ես հասկացա նաև մի հատ կարևոր պահ, որը ոչ մեկ չէր ասում։ Հետաքրքիր է մեզ դիտողները հիմա ինչ են մտածում դրա մասին։ Ախր այս երեխեքը ունեն իրանց բնավորությունը ու թեկուզ բոլոր բալիկները քո հավասար տեղ ունեն քո սրտում, բայց մեկի բնավորությունը կարա քեզ ավելի մոտ լինի, մյուսինը ավելի հեռու։ Այսինքն ընկերներ շփման մեջ մեկի հետ մի ձև կարա լինի պատմությունը, մեկի հետ մյուս ձևը եւ նաեւ էտապները։ Այսինքն էտապ կամ մի երեխան մի շրջանի մեջ է, որ իր հետ ավելի դժվար է ընդհանուր հայտարարի գալ, քան մյուսի հետ։ Այսինքն այդ ամեն ինչը այնպես չի, որ, չգիտեմ, 3 երեխա են, 4-ն են, հավասար բաժանեցինք ամեն ինչը, ամեն մեկը իր առանձին պատմություն ունի։ Բայց իհարկե թուլությունները ինձ թվում է նաև կապ ունի այդ քո դեպքում, որ Միքայելը մի քիչ տենց քո կտորն է, ավելի փոքր է, իսկ խանդի տեսարաններ տանը լինում են։ Երբևիցե։ Նախ իմ ու Միքայելի հարաբերությունները այնքան լավ են, տենց կես կատակով նկարագրում, ասում են ոնց որ տոքսիկ հարաբերություններ է լինում, որ համ ուզում են բաժանվեն, չես կարողանում կտրվել, բայց պետքա կռվեք, բայց պետքա բաժանվեք, բայց սիրում եք, այդ իմ ու Միքայելի առօրյա, եթե դու ինձ չես սիրում, օքեյ, գնա, ուրեմն չգաս էլի մոտ չգաս, հետո չէ արի, ու Անդրեան stop դեմքով sense նայում է, գնում ասում նորմալ չեն իրանք, ու անցնում առաջ, բայց ես այսօր ուզում եմ անհավանական շնորհակալություն հայտնեմ իմ աղջկան, որ Միքայելի այդ չեք հավատա, ծնված պահից անգամ ես մի վարքյան չեմ նկատել իր մոտ, որ բայ ես։
Անդրեան այնքան մեծ է։ Այնպես էր պահում, այսինքն Միքայելին մենք բերեցինք տուն, ինչա պետք անել, ես հիմա կտակացնեմ, ես կբերեմ դու պարկի, ես կբերեմ իրան մոտդ, որովհետև այդ ժամանակահատվածում մենք տենց մի քանի ընկերուներ էինք ու այդպես անվանական չասեմ ու տենց էլի փոքրներ էին ունենում ու զանգում էին լիլ, ասենք չգիտեմ, աղջիկս չխանդում է, ջղայնանում է, ասում է բացարձակ վարկյան անգամ նույնիսկ եթե ասում է դե դու տղայիդ ավելի շատ սիրում, ինքը դա ասում է քծնելով եւ սարկազմով, այլ ոչ թե լուրջ։ Ինձ մեծավար է ասում ինձ Շատ, թվում է։ դրա համար ես միշտ եմ ասել ու եթե կհիշես, ես դեռ Միքայելը չէր ծնվել, Անդրեան փոքր էր, ես միշտ ասում էի, որ մեր բախտը շատ է բերել Անդրեայի հետ, որտեվ ինքը այնքան կազմակերպված հասուն երեխա էր, որ դու քեզ վատ ես զգում, մի քիչ ավելի արագ ես թափվում ու տենց նորմալ ես քեզ պահում էլ, իսկ Միքայելը չէ, Միքայելը լրիվ տղա երեխա է։ Ուզում եմ, չէ կառնի, դե կուշաթափվեմ կընկնեմ։ Անդրեան շատ բախտը բերելա վահեն։ շատ հասուն է, շատ հասկացող է։ Ես նաև այսպես խոսում եմ Անդրեայի մասին, որովհետև մեր ճուտիկները իրար հետ են մանկապարտեզ գնացել, նենց որ այդ փոքրուց Անդրեայի մեծանալը տեսել եմ։ Լիլ, գնանք հետ։ Գնանք, ինչքան։ Գնանք հանրային։ Օ, Ես շատ հաճախ մտածում եմ այն մասին, որ իրավիճակները մեզ բերում են մարդկանց։ Ու հիմա մտածում եմ, տես նաև հանրայինը դարավ ձեր ընտանիքի առիթն ու պատճառը։ դարձավ, հա։ Ու նաև ես չեմ կարող չկրկնվել, երևի թե եւ չասել, որ այդ առաջարկությունը ամուսնության շատ տպավորիչ էր Վահեի։ Շատ, ասենց ինչ որ հեքիաթային մի բան էր դա։ Այնքան մոտ պրոստամ էր այնքան վաղուց ա եղել։ Ուրիշ կյանքում։ Հա, լավ ժամանակներ էին։ Դու ինչ ես մտածում, եթե այդպես տպավորիչ ձևով այդ ամեն ինչը տեղի չունենար, քայլ առ քայլ էլի կգնայիք դեպի ընտանիք։ Կարծում եմ, հա, որովհետև բնականաբար որքան էլ որ դա շատ գեղեցիկ էր հեռուստաէկրաններից, դա այդպես սպոնտան որոշում չէր։ Դա ըստ տրամաբանության ենթադրվող շարունակություններ մեր շփման, որը պայմանական ինձ ըստ իս սպասվող ժամկետից ավելի շուտ եղավ։ Բայց հա տրամաբանական էր, որ դա լինելու էր եթերում, թե եթերից դուրս մեկ օր կամ մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ թե հետ լինելու էր։ Ես հիմա չեմ հիշում, դու ես ինձ պատմել, թե ինչ որ միտեղ հարցազրույցի մեջ ես խոսել այս մասին, որ Վահեի երկրպագուների այդ մեծ բանակ կար, որը չէր հաշտվում այդ իրականության հետ։ Տենց բան եղել է, չէ՞ երևի։ Տենց Ինչ որ ասում էր քեզ վատ բաներ են ուզում ասել։ Եթե խոսքը վերաբերում է դեն ժամանակվա լրահոսին, որ հա դնում էին վայ բան, հա, այդ կոմենտների մասին եմ երևի ասել, որ այն ժամանակ այդպես ակտիվ էր, այս սիրուն լավ տղանս օծին ինչու առավ բան, չէ՞ տենց հիմար բաներ կային, բայց հիմա այնքան ժամանակ է անցել ու հազար ներողություն Instagram-յան իրականությունը մեզ այլևս այնպիսի կոմենտներ ա ձոնել, որ ես ամենայն ազնվությամբ արդեն մոռացել եմ։ Երանի այն կոմենտները։ կոմենտները։ Հա 13 տարի առաջ, իսկապես էլի, որովհետև այն ժամանակ այդքան ակտիվ չէին սոցցանցերը, մի քանի հա հարթակ կար, այնտեղով շփվում էին կամ լուսանկար էին դնում կամ մեկնաբանում էին, շատ ակտիվ էին լրատվամիջոցների մեկնաբանությունն է դա։ Քայլող բոլորս լրատվամիջոցներ ենք, հետեւաբար ինչ խնդիր կա ինչ որ մի նյութի տակ դնել կամ գրել բացասական բան, եթե կարող են հենց ուղիղ հիմա մեզ գրել դա։ Իսկ այն ժամանակ բացականը եւ բացական վերաբերմունքը եւ հիմա ինչ ձևի է, ինչն է փոխվել վերաբերմունքը, ինչքանով է քեզ կպնում։ Չի կպնում առհասարակ ոչ մի բան այլևս։ Չէ, իսկ այն ժամանակ կպնում էր։ Շատ կարճ ժամանակահատված տենց հանրային մարդ չկա, որ ինչ որ չնեղվի կամ հարց չտա, վայ ինչու էսպես եղավ, վայ ինչու այդպես գրեցին, բայց այդ գիտես ասուպի պես էր, հա, շատ արագ եղավ ու շատ արագ մարեց, շատ արագ մոռացան։ Ինձ համար իրականում այդքան երկրպագուների ինչ որ հա նամակները չէին, ինչքան ինձ շատ վիրավորել էր, ես մի նյութ եմ հիշում, երբ որ Անդրեան ծնվեց, նախ ես այն ժամանակ շատ ավելի նիհար էի, եթե կհիշես, շատ նիհար էի ու ոչ մի չէր տեսնում, որ ես երեխա եմ սպասում ու երբ որ Անդրեան ծնվեց, նախ առաջին անգամ մայրանալը, հետո հետ ծննդաբերական դեպրեսիա որոշակի առումով, հա, հյուծվածություն եւ ես շատ նիհար էի եւ ես հիշում եմ նյութի վերնագիրը ով է բերել իր երեխային հնարավոր չէ ունենալու, այսինքն երեխա ունենալուց հետո հաջորդ օրը լինել հարթ որովայնով եւ այլն, մեջ ասած հիմար նյութ էր, տակը գրել էին, որ կապում է մարմինը, որ չերևա, որ փորիկ ունի, դա բնական է, պետք է երևա։ Ու ես այնպես պարկած էի հիշում եմ այդ հիվանդանոցով, ու որ լավ, օքեյ։ Գիտես, ինձ թվում է մենք կարող ենք այս պահին օգտվելով առիթից դիմել այն մարդկանց, ովքեր մեզ հիմա դիտում են, թեպետ Փառք Աստծո ես հասկացել եմ, որ այս ոդկասթը դիտողները շատ adekvat ու շատ լավն են։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մեկնաբանությունների համար, ակտիվության համար, բայց եկեք ֆիքսենք մի փաստ։
որ վերջին տարիների, նույնիսկ տասնամյակները վերջին մեզ եկել են ապացուցելու, որ չի լինում ծուխ առանց կրակ խոսույթը սուտ է։ Մենք ամեն օր կարդում ենք լուրեր, որոնք տոտալ սուտ են եւ սխալ են։ Էնպես որ այդ միտքը, որ եթե ինչ-որ բան, ինչ-որ միտեղ գրված է կամ հայտարարել են միտեղ, դա պետք է ինչ-որ ձև աղերս ունենա իրականության, ընդհանրապես չկա։ Շատ լավ, այնքան լավ թեմա բացեցիր, որ շատ կուզենամ, որ նույնիսկ եթե սա ամբողջական չդիտեն, ապա վերածենք ինչ-որ կարճ հոլովակի, ես սիրով կդնեի, որ պետք է ուղղակի մի բան երբեք չմոռանան, էլի, որ մեղադրողի եւ մեղադրվողի միջև կարող է լինել ընդամենը մեկ նախադասություն, ու այդ մեկ նախադասության հավանականությունը, որ կպտտվի հետո ձեր դեմ, շատ մեծ է։ Այսինքն որ կողմում դուք կլինեք, դա շատ մեծ հարց է։ Այսօր դուք կարող եք ինչ-որ մեկին մեղադրել ինչ-որ մի բանում, բայց վաղը, երբ որ վերջինս ինքը հայտնվի այդ իրավիճակում, վստահաբար շատ շնորհակալ է լինելու, որ իրեն հասկանային եւ ավելի մեծահոգի եւ ավելի բաց սրտով անդրադառնային իր խնդրին։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, եթե տարիներ առաջ մեզ թվում էր միայն հայտնի մարդիկ են, որ կարող են ունենալ իրենց հանդեպ նեգատիվ, հեյթ եւ այլն, աշխարհը հիմա այնպեսին է, որ մեկ վայրկյանում մի հոգի կարող է դառնալ ինչ-որ քննարկման աղբյուր, այսինքն դուք կարող եք փողոցում քայլել կամ ձեր երեխան կարող է քայլել, ինչ-որ մի բան անել կամ ինչ-որ մի բան ասել, հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում եւ ուղղակի մարդիկ պետք է այդ բառը ասեմ ուտեն ձեզ։ Որոշ ժամանակ առաջ մեր ծանոթ մեկի երեխան ինչ որ տենց հումոր էր արել, սեպտեմբերի 1-ին բալիկների էին խոսացրել, ու այդ ճստոյի 6 տարեկան երեխայի ինչ որ հումորը դարել էր առիթ, որ բոլոր սոցցանցերում այդ երեխայի ծնողներին, ով ոչ մեկ չի ճանաչում, բոլորը փորձեին ոսկորները լվանելու, հասկանում ես, որ այդ առումով մենք շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, իսկ լուծումը ուղղակի լինել ուժեղ։ Ու պատրաստ։ Անտարբեր, իսկապես։ Դա երևի թե։ Ինչպես մի հատ այսպես շրջան կար, բոլորս խոսքի ազատություն։ Եկավ։ Խոսքի ազատությունը, դաստիարակությունը, վիրավորանքը, անպատվելը եւ իրականությունը եւ առհասարակ դիմացի մարդու սեփական սահմանագից ներխուժելը շատ տարբեր բաներ են իրարից եւ ես իհարկե նման բաների հետևից չեմ ընկնի գուցե կամ չգիտեմ, շատ ուրախ եմ, որ այսօր վիրավորանքը այլևս ըստ օրենքի դատապարտվում է։ Բայց մենք դա չենք տեսնում, այդ վիրավորանքը ամեն օր, ամեն տեղ է։ Ես մի հատ անկեղծ ասեմ, ամենահեշտ տարբերակը գտել եմ, արև։ Կան լիքը հանրային մարդիկ, նախ հայտնի մարդ ասել է, այսօր ես չգիտեմ ով է հայտնի մարդ, հիմա ես եմ հայտնի, թե դու։ Ես չգիտեմ, թե օրինակ մի հատ ինֆլուենսեր կամ բլոգեր, ով որ ընդհանրապես գուցե դա կես տարի է իր գործունեությունը ծավալում, բայց վստահաբար ինձանից ու քեզանից ավելի մեծ լսարան ունի։ Ես դժվարանում եմ ասել։ Երևի ճանաչում ունեն, բայց հայտնի մի քիչ դժվար է ասել։ Առհասարակ փոքր երկրում հայտնի լինելը դա շատ հեշտ մի բան է։ Հա, շատ 5 րոպե։ Ու երևի տեսած կլինես, որ վատ մեկնաբանությունը դնում են, հետո story-ում քննարկում են։ Ես եթե ինձ հարազատ մարդ է լինում, խորհուրդ եմ տալիս՝ մի արեք ընդհանրապես։ Երբևէ մի գնացեք այդ բացասական խոսքի հետևից։ Ես իդեալական ձևը գտել եմ, այնտեղ բլոգ ուղղակի 1-2 ճնճում եմ մեկնաբանությունը, այդ մարդուն փակում եմ, ոչ պատասխանում եմ, ոչ որտեվ նախ անիմաստ է պատասխանելը։ Անիմաստ է, այսինքն մեկին համոզել, որ ինքը սխալ է, այն պարագայում, որ ինքը բացարձակ վստահ է, որ ինքը ճշմարիտ է, ես եկանք հետ են իմ ասացին, եթե դու չունես որևէ տեսակի կոնտրոլ, ուրեմն ուղղակի մի նյարդայնացի, ուղղակի վերացնում եմ այդ մեկնաբանությունը, անցնում եմ առաջ։ Վերադառնալով կրկին հանրային հեռուստաընկերություն այդ տարիներից դու կտար Վահեն քեզ գտավ, ել ով մնաց քո հետ հանրայինից, ով միջև այսօր կա քո կյանքում։ Ես շատ երկար տարիներ եմ անցկացրել հանրայինում, իդեպ։ Մի քիչ մեկ նեղվում եմ, որ կանչում են ինչ-որ միտեղ ասում են եւ ինֆլուենսեր Լիլիթ Մուրադյան շատ սիրուն է հնչում եւ հանկարծ չմտածեն հիմա իրականում մի բան ասելուց 10 չափում եմ 1 կտրում եմ 10 չափում 1 կտրում եմ մայլ չասեն ինչ դեմ ունես ինֆլուենսերին բացարձակ նախ հանրայինում շատ երկար ժամանակ եմ անցկացրել 13 տարի, հա 18 տարեկան էի 19 դեռ չկա իր առաջ անգամ եթերում եղա ու հիմա որ այսպես հաճախ ինչ որ տարբեր հաղորդումների միջոցառումների են կանչում միշտ գրում են օրինակ չգիտեմ Լիլիթ Մուրադյան ինֆլուենսեր կամ այդ շատ հաճելի է որովհետև ունենալ խոսք, որը ինչ որ կերպ ազդեցություն ունի դրական առումով մարդկանց վրա, դա շատ հաճելի է։ Բայց չգիտեմ կհամաձայնես թե չէ, մեկ ուզում ես, որ նաև մարդիկ հիշեն կամ գոնե տեղակ լինեն, թե ինչ ճանապարհ է անցել։ Մեծացել ենք եւ շատ ազնիվ պիտի լինեմ, շատ դժվար ճանապարհ ենք անցել։ Հանրայինը ինձ տվել է ամենալավը, եւ դա պարտադիր չի, որ լինի մարդկանց տեսքով, ընդհանրապես։
Հանրային ինձ տվել է քեզ։ Մենք շատ ուրախ թողարկումներ էինք ունենում, որոնցից հետո շատ հաճելի նստում էինք, զրուցում էինք։ Հանրայինը տվել է լիքը հաճելի մարդկանց եւ ընկերների եւ մեծ կյանքի փորձ։ Ու հանրայինը տվել է կոլեգիալություն ինձ։ Եվ ես շատ ցավում եմ, երբ այսօր տեսնում եմ, որ տարբեր հանրային մարդիկ երիտասարդ մեկը մյուսի վերաբերյալ, իսկ դա կա քծնանքով կամ ծաղրելով կամ ինչ-որ երկու խոսք ավել ասելով մեկնաբանություններ են իրար գրում։ Եվ եթե մեզ հարցնեն, որն է մեր սերնդի տարբերությունը, մենք կարող էինք ունենալ առողջ մրցակցություն հեռուստաեթերում որպես հաղորդավարներ, բայց այդ հիմնարկից դուրս մենք ունեինք մեծ հարգանք իրար նկատմամբ, եւ ես չեմ հիշում իմ կյանքում դեպք կամ դրվագ, ոչ որ ես, ոչ էլ որ իմ նկատմամբ իմ գոլեգան ինչ որ մի բացասական մի բան ասի կամ գրի կամ քծնի իմ արած աշխատանքը կամ ես ինչ որ այսպես ասեմ դելավետ։ Այդ լավ դպրոց է տվեց հանրայինը։ Իհարկե այն ժամանակ էլ կար այդ գախնի խոսակցությունները կային, այսինքն այդ ինտրիգաները շատ են, ես անընդհատ լսում եի, ես անընդհատ լսում եի, որ ինչ որ այսինչը բողոք է հայտնում, ինչու եմ ես սա անում, այնինչը բողոք է անում։ Դե հասկանաս ժամանակները ուրիշ էին, իմ համար էլ այսօր այդ իրար մասսայական, հա, իրար մասին մասսայական խոսելը իմ համար անսովոր է, իմ գործիքը չի, բայց ամեն դեպքում հանրայինում էլ կային ինտրիգաներ։ Իհարկե կային, երբ ես առաջին անգամ եկա հանրային, ես գիտեի, որ իմ մասին բոլորը ասում են, այսպես պետք է տեսախցիկին նայելով ասեմ, բերել են երբա դուրս գալու, բերել են երբա դուրս գալու, այսինքն թյուր կարծիք կար, որ ինչ բերել էին եւ ես այնքան պետք է անգրագետ լինեի, որ շատ շուտ դուրս թռնեի։ Անցավ 13 տարի դրանից եւ եւս 5 տարի արդեն այլ հեռուստաընկերություն։ Չէ, դու ակնհայտ աճեցիր, այսինքն ես այն մարդկանցից եմ, որ երբ որ քեզ բերել էին, ես քեզ տեսել եմ այդ ժամանակ, դու շատ արագ աճում էիր, այսինքն բնականաբար այն Լիլիթ ու այսօրվա Լիլիթ դրանք որպես հաղորդավար լրիվ տարբեր։ Ես շատ աշխատեցի ինձ վրա եւ երևի նաեւ ինչ որ չափով հենց արժանացա, որ շատ կարճ ժամանակահատվածում A-կետից հասա B-կետ։ Բայց կային այն ժամանակի կային, հոգի ժամանակ անց է, իմ այդպես շատ մանրամասն չեմ հիշում, բայց հիմա որ ասացիր, հա Ոքի այլ կերպ էինք մենք դրանք հասկանում ես, ընկալում, դրանք չէին դառնում տենց։ Ես վատ էի զգում, օրինակ վատ էի զգում, այդ ինտրիգաները քան որ երբեք իմը չեն եղել, ես աշխարհում եթե մի բանից շատ վատ եմ, դա ինտրիգայից է։ Ես էլ։ Ու ես ինձ զարմանում եմ ինչա ես շատ ծանր եմ տանում եւ շատ խնդրում եմ, որ ինձ որևէ կերպ չներքաշեն, ես չեմ սիրում, ես այդ իմ մասին չի։ Իսկ դու փոքր ժամանակ ուզում էիր լինել այն մարդը, որի վրա լույս է ընկնում, որը հա միշտ որովհետեւ երգում էիր, չէ։ Հա, Հայկոյի մոտ։ Մոռացել ես։ 3 տարի Աստված իմ ինչեր ես հիշեցնում, հա։ Մեր լավագույն երգիչներից մեկը 3 տարի եղավ իմ ուսուցիչը։ Եվ կես կատակ, կես լուրջ ասում էր, երբ Լիլիթը երգելու հայտնի դառնա, միլիոններ աշխատենք, բայց ես ընտրեցի ոչ թե երգը, այլ խոսքը։ Միշտ եմ փոքր տարիքից միշտ կանգնում էի բարձր ինչ-որ միտեղ եւ խոսում էի։ Շատ տարբեր հարցազրույցների մեջ ասել եմ, բայց երկու պապիկներս դեին այդպես գիտես նայելու, հիանալու կերպարներն են եղել։ Մի պապիկը սովոր գլխավոր բժիշկ է, գիտես գլխավոր թոքաբաններ ու ինքը վստահ էր, որ ես կդառնամ բժիշկ, եւ մյուս պապիկը սով շատ հայտնի ժուրնալիստ էր, Երևան ստուդիայի հիմնադիրը եւ մարդը, որ առաջին անգամ առհասարակ սովետական Հայաստանում քաղաքական դեբատներ էր ուղիղ եթերում վարում Վլադիմիր Մուրադյանը, ես գնացի այն մյուս ուղությամբ եւ որևէ որևէ ակնթարթ չեմ զղջացել իմ ընտրության համար։ Դուք այն տարեկան էիր, որ ձերոնք ամուսնալուծվեցին։ 3։ Հա, 3, այսինքն դու քո հասուն կյանքը ինչ հիշում ես, եղել են ամուսնալուծված ձերոնք։ Բայց ես շատ լավ հիշում եմ, մի օր Կասկադում պապայիդ հանդիպեցին, կհիշես։ Չէ, բայց հնարավոր է, հա։ Դու պապայի մասին խոսում էիր, գիտեի, որ կապը կա եւ այլն, բայց մենք մի օր տեսանք պապայիդ ու սենց կյանքով լեցուն, իր ծանոթների հետ էր, ինչ որ Ֆրանսիայից հյուրեր ուներ, շատ ակտիվ եւ այլն, ու զգացի ինչքան կարեւոր է ինքը քո համար։ Առանձին ապրելը, բայց ունենալ պապա քո կյանքում, դա միշտ է եղել, թե ինչ որ պահեր եղել է, որ ամեն դեպքում պակասել է։ Երբեք չի եղել, ես ասել եմ, ասում եմ ու միշտ կասեմ, որ ամուսնալուծությունը չէ, որ երեխաներին զրկում է ծնողական սիրուց եւ ուշադրությունից։ Ծնողները կարող են ապրել իրար հետ եւ ներկա չլինել երեխայի կյանքում։
ծնողները կարող են չապրել իրար հետ եւ ներկա լինել երեխայի կյանքում։ Եվ ես շնորհակալ եմ իրենց, որ նրանք ընտրեցին չլինել միասին եւ լինել ներկա իմ կյանքում եւ ունենալ այն adekvat ու լավ հարաբերությունները, որ ունեցել են մինչեւ պապայիս վերջին պահը։ Աշխարհը փոխվել է, ջուրներ էլ առաջվան է չէ, ինչքան շատ ենք մենք գնում ջուր, ինչքան շատ ենք գնում գազավորված ջուր։ Բայց այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Grohe Blue համակարգը, որի շնորհիվ դուք տանը կարող եք ունենալ ֆիլտրված, համով, միներալներով հարուստ, ինչը եզակի երևույթ է, ջուր եւ գազավորված ջուր։ Հիմա փորձում ենք ֆիլտր տարբերակը։ Շատ համով է։ Հիմա եկեք գազավորվածը փորձենք։ Շատ լավն է։ Ամենահամով գազավորված ջրի համն է։ Սա Grohe Blue համակարգն է, որի շնորհիվ դուք տանը կարող եք ունենալ համով եւ միներալներով հարուստ ֆիլտրված ջուր եւ գազավորված ջուր։ Իսկ ես գտնվում եմ Site Nova 37 հասցեում, որտեղ գտնվում է Grohe-ի միակ մոնոբրենդ շոուրումը Հայաստանում։ Ով է քո ամենահարազատ մարդը, որ դու քեզ վատա խոսալ ես ուզում, մի անգամից իրան ես զանգում։ Երևի Վահան։ Մորաքույրս։ Չգիտեմ, դու ասա։ Նայած ինչա։ Նայած ինչ։ Լավ, արի այսպես, եթե տխրել ես։ Չէ, եթե տխրել եմ, եթե առօրյա իրավիճակա, իհարկե առաջ նախ Վահեն, երկրորդը ճակատագիր ինձ տվել է ֆանտաստիկ ընկերներ, բայց եթե ինձ պետքա որոշում կայացնել, եթե ինձ պետքա խորհուրդ եւ ինձ պետքա ճիշտ որոշում կայացնել, դες միանգամից ասում եմ, որ դա որոշումը ճիշտ է լինելու, հա, դա մորաքույրս է։ Միշտ ինչ որ առանձնահատուկ կապ էր, չէ՞։ Իսկ մաման օքեյ, մամա է, բայց մորաքրոջ հետ լրիվ ուրիշ կապ։ Դե նույնիսկ այդպես շատերը մտածում էին, որ հենց ինքն է մամաս կամ ինքը կարող նույնիսկ ներկայացնելու ասել իմ աղջիկն է։ Բայց փոքր քուրիկը այդ կապը չունի, չէ՞, մորաքրոջդ հետ, հենց քո կապն է այդպեսին։ Ես եմ իմ, հա, ինձ հետ է այդ կապը։ Նախ ես իրենց հետ շատ երկար ապրել եմ։ Այո։ Ես այդ տանն եմ ապրել, ես այդ տանն եմ մեծացել, ես այդ տանից եմ գնացել համալսարան, սովորել, կրթվել, ուսում ստացել, Այսինքն մամայի երկրորդ ընտանիքի ժամանակ որոշում կայացվեց, որ դու մորաքրոջ եւ տատիկ պապիկի հետ ես ապրում։ Իմ ֆանտաստիկ ընտանեկան իրավիճակներ ա եղել, ման ապրում էին Կասկադ, Աբովյան փողոց ու Մերոնք։ Ես տենց փոքրիկ շփացած ուրախ երեխայի պես ապրում էի ըստ իրավիճակի, որտեղ այսօր երեկոյան կարելի է մնալ։ Այսինքն այդպես է եղել, ոչ թե որ որոշումը կայացվել ու ինչ որ ես տենց ըստ իրավիճակի, օքեյ, այսօր Կասկադ կմնանք, կամ այսօր մամայից հետ եմ, կամ այսօր տատիկյանց հետ եմ։ Լիլ, նայ, քո մեջ կար այդ դու լավ ասեցի շփացած, ես այդպես չեմ ասի։ Մի քիչ երես առած այդ երեխայի տեսակը կար, որովհետև մորաքույրդ կար, ձերոնք տենց ուշադրություն եւ այլն։ Կյանքում ո՞րն ա եղել են առաջի պահը, ոնց որ սենց իրականությունը քեզ հեչ դուր չեկավ։ Երբ որ մեծացա։ Այ ինչն էր էլի։ Այստեղ երկակի կարծիք կա։ Նախ մարդկանց նույնիսկ մարդկանց չէ, երևի ավելի շատ մեր ոլորտի մարդկանց, ովքեր միշտ վստահ են եղել, որ ես այտենց ինչ որ այտենց աղջիկ ա եղել, իրան միշտ ամեն ինչով օգնել են, արել են, սիրել են, Չէ, բայց դու ես այդպես պատմում։ Հա, ինձ շատ սիրել են, այո, ես ունեցել եմ շատ լավ մանկություն, ունեցել եմ հնարավորություններ, բայց եւ եթե արդարացի լինենք, հնարավորություններից, որոնք ես կարող էի ունենալ, ամենակիչը օգտվել եմ ես։ Եվ շատ ավելի օգտվել են մարդիկ, ովքեր կան մեր շրջապատում, այսինքն եթե ինչ-որ մեկի համար ինչ-որ մի բան էր պետք լինում անել, ես վերջին հորիզոնականում էի, որ իմ համար ինչ-որ մի բան կարվեր, եւ դրա բառ ապացույցը հենց թեկուզ այն էր, որ ես տարիներ շարունակ հանրայինում ոչ թե վարում էի բոլոր հնարավոր եւ անհնարին հաղորդումներ, այլ տարիներ շարունակ ես վարում էի առավոտ լուսոն, եւ հետո ինքնուրույն գրելով այդ ինչ-որ այլ նախագիծ, այսինքն ուզում եմ ասեմ, այդպես հնչում է, որ դե ինքը ոնց կուզեր, ինչ կբա դա այդպես չէր։ Իսկ առերեսվում ես, երբ որ մեծանում ես, երբ որ հասկանում ես, որ դու ես արդեն պատասխան տալիս քո արարքների համար։ Իմ մեջ միևնույնն է այդ մանկական Լիլիթը կա, ով որ մատը փուշ մտնելուն համընթացս կարող է զանգահարել տուն, բայց վերջերս կարող է տանից լսեմ, որ դու արդեն ինքդ ես մեծ աղջիկ։ Օ։ Մորաքույրը։ Բայց հետո մեկը անում է։ Լավն էր։ Երբ որ դու հոգեպես ես մեծանում, դա բացարձակ իրեղեն եւ շոշափելի աշխարհի հետ կապ չունի, դա ընդհանրապես
հնարավորությունների եւ ֆինանսների մասին չի, երբ դու հասկացար, որ այլևս այդպես չի հարցի պատասխանը, դա այն բանն է, որ դու հոգեպես արդեն մեծացել ես, դու ես մեծանում, ու դու ինչ որ մի պայծ զգում ես, որ դու մեծ աղջիկ ես արդեն։ Իսկ ես մեր բնակավարում հեռուստատեսության կա մարդ, որ համարում ես, որ ինքը իր հետ աշխատել ուսուցիչ էր, սովորեցնող էր, մեծ փորձ էր։ Իր հետ աշխատելը եթերում Առհասարակ էլի մեր բնակավարից, հա։ շատ արդարացիորեն որպեսի պատասխանեմ, Մարգարիտա Գրիգորյանի հետ աշխատելը շատ լավ ու մեծ դպրոց էր։ Եվ շնորհակալ եմ այդ դպրոցի համար։ Թե հանրային հեռուստաընկերությունում, թե Fast Sport-ում։ Դա անդրդելի փաստ է, որը չի կարելի շրջանցել։ Դա փաստ է, որովհետև դու սովորում ես ցանկացած ծայրահեղ եւ էքստրեմալ իրավիճակներում ճիշտ որոշում կայացնել։ Իսկ եթե խոսքը վերաբերում է կադրում աշխատելուն, ինձ թվում է բոլորի հետ աշխատելն էլ ինչ որ մի բան տալիս է։ Քեզ հետ աշխատելը, Վահեի հետ աշխատելը, վայից ես սովորել եմ հանգստություն, տոլերանտություն եւ շունչքաշի նոր խոսիր։ Իսկ երբ առհասարակ դեռևս կադրում չէի, ընդհանրապես շատ հետ ենք գնում արդեն, դեռ երբ մենք էլ ծանոթ չէինք, ինձ օրինակ որպես դասընթաց ասում էին, որ ռադիոտաններ նկարահանումներ արվում, կարծեմ կամ ռադիոտաններ արվում կամ հանրայինում, չեմ հիշում, Նազենիի հաղորդումը, եւ ես գնում էի այդպես backstage նստում էի եւ օրերով, ժամերով նայում էի, թե ոնց է իրականանում այդ նկարահանումը։ Բանն աս, չգիտեմ, գիտի կամ կարող ինչ որ մի առիթով ասել եմ։ Դրա համար ինձ շատ բան տվեց հեռուստատեսությունը եւ տարբեր հեռուստատեսություններ։ Բոլորից ես շատ լավ կարողանում եմ փորձում եմ ամեն դեպքում վերցնել մարդկանցից այն, ինչ որ ինձ պետք է։ Հաճախ նույնիսկ հնարավոր է վերցնեմ այն, ինչ որ ինձ պետք չի։ Գիտես ինչի, որովհետև բացասական առումով էլ կարող է վերցնել, որովհետև ինչ որտեղ երկար ես լինում, այդտեղ ձուլվում ես դու արդեն, չես էլ նկատում, որ դու ես փոխվում։ Այդ կողքից մարդիկ կարող ասեն ինչ որ մի բան քեզ հետ այնպես չի, բայց դու երբ մեջն ես այդ ճիշտ հոսքով գնում ես, քեզ թվում է, որ ամեն ինչ այնպես է, ինչպես որ եղել է։ Ախր այնքան հետաքրքիր է, չի եղել ոչ մի հստակ դպրոց, բուհ, որտեղ դու կարող ես սովորել ինչն է ճիշտ։ Եվ ի տարբերություն այսօրվա համացանցի, որ ով ինչ ուզում անի, եթե առաջ գնաց, ուրեմն հաջողեց, այսօր դրա մասին է, չէ՞ իրականությունը։ Մենք էլ ինչ որ կոնտենտ ենք դնում, կարող է մի հատ վատ անկաբան դնենք ավելի հաջողի, քան մյուսը։ Դրան անպայման հասնելու ենք, բայց հեռուստատեսության դեպքում մենք այնքան ծարավ էինք, որ երբ ինչ որ խորհուրդ էիր լսում, կամ ինչ որ հասկանում էր, որ չգիտեմ, օրինակ Ֆորդ Բոյարը, Ժամնակ Ջաղենյանը մի անգամ ասեց, դե անպայման 5-րդ կամ 4-րդ նկարածը պետք է առաջինը դնենք, ոչ թե առաջինը, որ սենց ես մի հատ զարմանում ու պահում, այս ինչ լավ բան ասես, ճիշտ է, առաջինը միշտ X-երով չի կարելի առաջինը դնել։ Այսինքն մենք ծարավի նման ուղղակի ուզում էինք հասկանալ ումից ինչ կարող ենք վերցնել։ Ու հենց հավելելով, որովհետև Արայիկ Մարգարյանը բոլորն էլ գիտեն, իսկ ես սպասում էի, հա, իմ հեռուստատեսային պապան միշտ դժգոհ էր ինձանից, իհարկե, միշտ դժգոհ էր ինձանից։ Ես կարող էի 3 ժամ անդադար ուղիղ եթերում առանց հուշարարի խոսել, իդեալական։ Բոլորը ծափ էին տալիս այնտեղ, Մուշոն, մեր ռեժիսորը, օպերատորները, բոլորը գոհ են, կեցս, նորմալ էր։ Աստվածին, մի անգամ գոնե ասա լավ, նորմալ էր։ Այսինքն գիտես ինքը մտքում հպարտանում էր, ասում էր, բայց վերաբերվում էր այնպես, որ դա քո աշխատանքն է, իսկ ինչի՞ ես մա պիտի ավելորդ ծափահարություններ ձոնեմ, որովհետև դու քո աշխատանքը լավ ես արել։ Բայց Արայքի շնորհիվ ինձ թվում է դու շատ աճեցիր, չէ՞, ինքը քո վրա շատ էր աշխատում։ Ինքին շատ էր տանջում, բայց աճում էր։ Ինձ շատ էր տանջում եւ ես չեմ մոռանա, երբ որ մենք մի հատ մեծ հաղորդում ունեինք, որ բոլորը տարբեր իրենց խորագրեր ունեին նույն թողարկման շրջանակում, 3 ժամ գուցե տևողությամբ հաղորդաշարեր, տարբեր հաղորդավարներ, տարբեր խորագրեր ունեին նույն հաղորդման շրջանակում, բոլոր հաղորդավարները գնում էին տուն նկարանումից հետո։ Իսկ ինքնից ստիպում էր, որ ես մնայի ցուրտ Երևան ստուդիայի այդ շենքում, որտեղ անգամ պետք է դեռ այն ժամանակ չկար։ Բարև, ես եմ։ Այո։ Եվ ասում էր, դե հիմա դու ինքդ կգտնես համ քո հյուրին։ Հետո կզանգես ինքդ, կպայմանավորվես քո հյուրի հետ։ Հետո ասում էր, խորհուրդ կտամ քեզ, եթե 3 օրից է նկարահանումդ, մի հատ միջանկյալ հանդիպում կազմակերպի այդ մարդու հետ, որպեսզի կարողանաս հարցերը տաս։ Իհարկե նկարահանումը ուղիղ եթեր չի, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ չի ստացվի քեզ մոտ, եւ ես այդ ամբողջը անում էի։ Լիլիթ, բարև եսեմներ, ինձ թվում է բարև եսեմներ, որը հետո դարձավ առավոտ լուսո, այսինքն հենց մեր ժամանակ դա դարձավ առավոտ լուսո։ Ես հիշում եմ, ես վարում էի ու ռուբրիկաներից մեկը հենց քոնն էր։ Ինչն էր թեման։
Այդ քո սկիզբն էր, չէ։ Հա, նախ չգիտեմ ինչի ինձ միշտ ինչ-որ բարդ բաներ էին բաժին հասնում, մշակութային ինտերվյուներ, տարբեր մարդկանց հետ, շատ, ես այնպեսի մարդկանց հետ եմ հարցազրույցներ արել, որ հիմա որ ռիլ եմ նկարում, որը հաջողություն է անում, ուրախանում եմ շատ, ինձ հաճելի է լինում։ Ուզում եմ ինչ-որ արխիվից պեղեմ մեր արած աշխատանքները, ասեմ, ես շնորհակալ եմ իմ լսարանին, բայց այնքան ուրիշ սիրուն աշխարհ ա եղել, որ հիմա այդ աշխարհը չկա, որ մենք այնպեսի մարդկանց հետ էինք շփվում, այնպեսի հարցազրույցներ էինք անում, որ մեզ թվում էր, որ վաու, այս օր ա դարձել։ Ես նկատել եմ, որ հիմա էլ չկա ցավոք։ Չկա, որ ես այսինչ մարդ ունեմ տեսել կամ այսինչ մարդու հետ եմ զրուցել։ Ես անընդհատ ինչ որ տենց աշակերտի նման ամաչելով, վախենալով մտածում էի հանկարծ չսխալվեմ, հանկարծ այս ռեժիսորը, որը 29 ֆիլմ ա նկարել, ես պարտավոր չէի 29 իմանալ, բայց պետքա 29-ի մասին ունենա ինֆորմացիա, որովհետև կարող է վերևից նայի եւ ասի դու չգիտես այդ, այսինքն մենք անընդհատ վախենում էինք, ամաչում էինք, աճում էինք, իսկ հիմա ես հասկացել եմ, որ նույնիսկ ճուտիկները իրանց կուրքին տեսնելիս, մենք վերջերս էլի տենց դեպք ունեցանք, շատ ուրախանում են, բայց լիլ 10 րոպե հետո մոռանում են դրա մասին։ Մի անգամայն ճիշտ ես։ 10 րոպե, եթե տևի այդ 10 րոպեն են։ Եվ հետո դառնում է դա խիստ սովորական, եւ 10-րդ րոպեին հաջորդում է մյուս ես ուզում եմ։ Իսկ մենք արևիկը իդեալական է ներկայացնում։ Գիտեք ոնց էինք պատրաստվում այդ հարցազրույցներին։ Եվ սա ընդհանրապես մեծամտության մասին չի, մենք այնպես էինք պատրաստվում, որ հանկարծ այնպիսի պատասխան չտա, որ մենք դա նախապես չենք իմացել ու մենք հանկարծ մեզ անհարմար դրության մեջ չզգանք, որ հյուրը տեսնի, որ մենք տեղյակ ենք իր գործունեությունից, որ հյուրը շոյվի, բացվի, որ մեր հարցազրույցը ավելի ստացված լինի։ Հիմա մեր դինոզավրական էրայից մի քիչ այս կողմ գանք։ Մարդիկ նայում ասում են, հա դե լավ հասկացանք։ Հիմա գանք դեպի fast sport։ Քանի տարի մնացիր այնտեղ։ 5 Լիր գիտես ես այնց ինչ որ մի պահ քեզ երևի կորցրել էի, մեկ էլ տեսա որ դու լրիվ սպորտի մեջ ես։ Ինչ որ տես դու բոլոր ֆուտբոլիստերին գիտես, որ եթե բոլորից հետո, հա, ու եթե բոլորից հետո, էլի, սիրել ես միշտ ես չեմ ֆիքսել, թե ոնց որ այդ աշխատանքեր կպանք։ Բացարձակ, այ հիշում ես մի քանի րոպե առաջ մի հատ հարց տվեցիր եւ որն է քո դերը, որ դու լավագույն ես անում։ Աշխատանք։ Իսկ հիմա սիրում ես սպորտը։ Հա, հարցրեք աշխարհի առաջնությունից ինչ եք ուզում, եկեք խոսենք, քննարկենք ով կա։ Երբ ես գնացի սպորտային հեռուստաընկերություն, ֆուտբոլը գնդակ էր, կար Ռոնալդո, Մեսսի, որոնցից ես լավ չէի տարբերակում ով որ թիմում ա խաղում, ուղղակի գիտեի, որ իրանց իմանալը դա այդպես կարևոր է եւ հետաքրքիր է վերջ։ Դա այն ֆուտբոլային միակ գիտելիքն էր։ Ու ստացար առաջարկ ումից։ Հենց Մարգարիտա Գրիգորյանից, որ նոր TV ենք ձևավորում։ Նոր թիմ ենք հավաքում, որ թիմում ամեն մեկը ունելու է իր գործառույթները, իր անելիքները, եւ ես կարծում եմ, որ շատ լավ, շատ ստացված TV ա կամ TV էր, շատ հետաքրքիր աշխարհ էր։ Սկզբում խորտ, դժվար, հետո նյարդայնանում ես, որ չես հասկանում, հետո արդեն սկզբունքները դու տեսակը դա առաջ գալիս, այսինքն ինչա նշանակում չեմ հասկանում, չեմ այդ ինչ գիտությունն է, որ ես չեմ կարողանում։ Դա սկսում ես մեկ խաղ նայել, հետո երկրորդը, հետո խնդրում ես որ գործընկերներդ օգնեն, հետո 1-2, հետո ես չգիտեմ, ազնիվ խոսք քավլիցի, չգիտեմ, երբ եկավ այն օրը, երբ ես նստեցի եւ սկսեցի մեկնարկային կազմը քննարկել եւ թե ով որ դիրքում է խաղալու այսօր։ Վահեն ֆուտբոլ խաղաց, նայող, հա։ Չէ, բասկետբոլ։ Բայց դու ավելի այտենց ֆուտբոլի վրա կենտրոնացած հաղորդավար էիր։ Ես հաղորդավար չեմ եղել ֆաստում։ Այսինքն բայց մենք եթերում քեզ տեսնում էինք։ Դուք ինձ եթերում տեսնում եք, բայց ես գնացել եմ որպես մարդ, ով որ աշխատելու է կադրերի հետ, մեկնաբանների, այսինքն ես եղել եմ հաղորդավարական կազմի ղեկավարը, հետո հեռուստանախագծերի, հետո պրոդյուսեր, հետո գլխավոր պրոդյուսեր։ Ես նաև լինում էի կադրում, ես նաև մտնում էի կադր, որովհետև շատ սիրում էի, որովհետև մտնում էի այդպես էր որոշված եւ այդպես էր ընդունված որ պետք է լինի, բայց դա իմ կատարած աշխատանքի 10%-ներ այնտեղ։ 10%-ը ես վայելում էի իմ հեռուստատեսային այն ցանկությունը կադրում աշխատելու։ Ինչքան ժամանակավոր էլ ֆաստում չես։ 7 ամիս մոտավորապես երևի։ Կարոտում ես հեռուստատեսությունը։ Ես հեռուստատեսությունը, հա։ TV-ն կարոտում եմ։ Այդ կյանքն եմ TV-ի շատ կարոտում, շատ եմ ես սիրում հեռուստատեսությունը։ Իսկ ես ավելի ցավոտ էր, ավելի տխուր էր հանրայինից հետո, թե ֆաստից հետո։ Այդ դատարկությունը ավելի ես չեմ ունենում դատարկություն։ Ես ուղղակի փակում եմ այդ էջը, անցնում եմ առաջ։
վարքյանական, դա իմ ամենալավ եւ ամենավատ կողմերից մեկն է, թե մարդկանց, թե իրադարձությունների տեսակետից։ Ինչ որ ունենում ես։ Չէ, ֆաստի պարագայում չէ, որովհետև շատ ավելի շուտ գիտեի, որ դա այդպես է լինելու։ Հետևաբար եթե հարցնում ես որն էր ավելի ցավոտ եւ վիրավորական եւ գիտես այն որ ինչու այդպես, հա հանրային է, որովհետև ընդհանրապես չէր նախատեսվում, մտքովս անգամ չէր անցնում, որ այդպես կլինի, որ տանը նստած կլինես, նկարահանումն այդ պլանավորած ու օրինակ ասեն վերջ։ Իսկ վաստում ավելի կանխատեսելի էր եւ գիտեի եւ ես իմանալով որ ես 10 օր հետո այլևս չեմ լինելու աշխատանքի նոր տարուն տվել եմ իմ լավագույն եթերը շատ շնորհակալ եմ ամբողջ թիմինով որ իմ հետ եղավ հիանում եմ իրանցով հպարտ ուրախ հեռացել եմ որևէ մեկին չի հետաքրքրում թե ինչա կատարվում հեռուստատեսային խոհանոցի ներսում մարդը սիրում է սպորտ եթե այսօր ֆաստ սպորտը կարողանում է տալ ֆուտբոլասեր ֆուտբոլի ծառավ ունեցող հեռուստադիտողին հնարավորությունը դիտելու ուրեմն ամեն ինչ լավ է Ֆաստը գնաց, բայց սպորտը քո մեջ քո սրտում մնացել է։ Շատ օրինակ։ Ու փաստորեն որոշեցիր ոդքասթ թե հաղորդում։ YouTube-յան նախագիծ ավելի։ Այո։ Բայց ինձ թվում էր ես որ չաշխատեմ, լիքը ժամանակ ունենամ։ Հիմա ես չեմ հասկանում ուր է այդ ժամանակը, ով է տարել այդ ժամանակը։ Ոնց է ես առաջ կարողանում անել։ Հա, ես հասկացա, որ ինձ ավելի հեշտ է գնալ մի հիմնարկ այնտեղ քնել, արթնանալ, ուտել, սնվել, վիճել, հաշտվել, անել գործը, հետո գնալ տուն, փոխարենը մի քանի տարբեր տարածքային տեղերում տարբեր գործունեություններ ծավալել։ Այդպես ավելի դժվար եմ կարողանում կազմակերպել օրս։ Մենք ունեցանք մի քանի թողարկումներ, որոնք իսկապես սիրվեցին, շատ դժվար բան ենք իրականում որոշել։ Այո։ Շատ։ Արի channel-ը ասենք, ոնց է channel-ը կոչվում։ Ինքը Kitron, հենց Kitron-ը, բայց Key տառով է, Kitron Production-ն է ու շատ լուրջ մարտահրավեր ենք մենք մեզ վրա վերցրել, որովհետև օբյեկտիվ արել լինենք իմ հեռուստատեսային գործունեության մեջ լավագույնն իմ մոտ ստացվում է հարցազրույցներ անցկացնելը եւ պատահական չէր որ նույն հանրայինում ինչքան դժվար տարբեր են լեզուներով դեսպաններ դժվար հյուրեր բոլոր տեսակ այդ հարցազրույցները բաժին էին ընկնում ինձ այսինքն ինձ շատ ավելի հեշտ կլիներ անել ինչ որ հարցազրույցային ֆորմատ բայց մենք չգիտես թե ինչու որոշեցինք որ մենք սպորտային պիտի անենք իսկ սպորտայինը որքան էլ որ մենք սիրենք եւ որքան էլ որ Հայաստանում լինի սպորտ ու ֆուտբոլը սիրող մարդ դա տոկոսային հարաբերակցությամբ իսկապես շատ ավելի փոքր զանգվածն է զբաղեցնում փոխարենը եթե օրինակ որևէ մի մարդու կամ հայտնի մարդու մասին չգիտեմ հաղորդում լինի կամ այլ ձևաչափ լինի թեկուզ եւ ձևաչափ թեկուզ երաժշտական թեկուզ ֆիլմ սպորտը հա նայում են բայց ավելի քիչ ժամանցային ինքը խաղա միակ չէ բայց ամենահետաքրքիր բաներից այն է որ դուք այնպիսի մարդկանց կբացահայտեք ովքեր գիտեն ու սիրում են ֆուտբոլը որ ես էլ եմ ապշում աղջիկներ ովքեր օրինակ չգիտեմ Նինա Տիտանյանը օրինակ Ռեալ Մադրիդի ամբողջությամբ հիմներ երգում ամբողջությամբ այսինքն շարունակելու եք հա շարունակելու ենք Ընդհանրապես օգտվելով առիթից խնդրենք մեզ դիտողներին այն կոնտենտը, որը ձեզ դուր է գալիս YouTube-ում, ժողովուրդ ջան, like եք, գրեք մեկնաբանություն, ցանկալի է լավը եւ edge-ին բաժանորդագրվեք, որովհետեւ YouTube-ը բավականին, ես միշտ ասում եմ, բավականին դժվար ռիլերի համու հոտով էին գնացել բավականին դժվար, ասես ծանրակշիռ մի բան է YouTube-ը եւ իրականում YouTube-ում առաջ գնալու համար պետքա շատ համբերատար լինես կամ այն հատկանիշներ ունենաս, մանավանդ եթե գալիս ես սոցիալական ցանցերից, որտեղ սովորես, որ ավելի արագ ամեն ինչ տեղի ունենում։ Իսկ այստեղ մենք հասկանում ենք, որ մեզ դիտողները տալիս են բավականին շատ ժամանակ, նույնիսկ եթե մեզ հիմա դիտում են 1.5-ի վրա, դա մեծ ժամանակ է, ինչի համար անչափ շնորհակալ եմ, բայց նաև շատ խնդրում եմ այդ աջակցությունը կոնտենտ ստեղծողներին դուք էլ ձեր կողմից տվեք, որովհետև դա միակ բանն է, որ կարող ենք ձեզնից խնդրել, որպեսզի մենք էլ շարժվենք առաջ։ Ես միանում եմ այս խնդրանքներին ու ոչ միայն YouTube-ում, ընդհանրապես շատ խնդրում եմ ավելի տոլերանտ լինել։ Մի սպասեք, որ պետքա լայքել ու հավանել այն նյութերը, որտեղ պարտադիր պիտի ինտրիգ լինի։ Ինձ համար օրինակ շատ ցավալի է լինում, թե իմ պարագայում, թե գուցե քո պարագայում նայում եմ ինչ-որ միտեղ ներվ կա, վաու, նայեցին։ Նայում եմ, չգիտեմ, այնտեղ երեխայի հետ զբոսնում են կամ ինչ-որ այլ կոնտենտ է, օքեյ, դե լավ է, սվայփ ենք անում։ Հասկանում եմ, որ այսօր ամեն ինչ արագության վրա է ու մարդը անընդհատ այսպես մեխանիկորեն է թերթելու վրա է, հետեւաբար եթե առաջին 3 վայրկյանը իրեն չի հետաքրքրել, ինքը չի նայելու մնացած 40 վայրկյանը, բայց մի զլացեք։
Մենք էլ դրա կարիք ունենք, լավ ասեց Արևիկը, ուրիշ բան ինչ պիտի Ենք խնդրենք։ Լայք եկել է։ Լիլ, բայց այդ առաջին 3 վայրկյանի կանոնը դու լավ գիտես, տիրապետում ես։ Քո այդ Ուրեմն մեքենայի որպես պրոդյուսեր իմ կարիերան լավ եմ արել։ քո այդ մեքենայի վիդեոների սկիզբը ամեն անգամ է, որ ասենց մի հատ սերիալի անոնս ոնց որ լինի։ Շատ սպոնտան են իմ այդ մեքենայի ֆորմատը, երբ առաջին անգամ նկարեցի, ինքը story էր պարզապես, որ ես մտածում էի դե լավ է, ով պիտի նայի։ Հետո ինքը ինձ համար շատ հարազատ ֆորմատ դարձավ ու ես ամենայն ազնվությամբ երբ ասում են որտեղից եք վերցրել, ես Իսկ ինչ որ քեզ այդ պահին հետաքրքրում է։ ես կարող եմ վարել ավտոմեքենան, կռվել մտքումս, ուղղակի այդ կռիվը մի քիչ ավելի գեղեցիկ հայերենով ձևակերպել, միացնել տեսախցիկը ու արագ ասել դա։ Այդ 1 րոպեի ընթացքում, այսինքն գլխումս ինչ-որ մի բան եմ էփում, նույն այդ խցանումների վերաբերալ կլինի թե ինչ կլինի, այդպես արագ ասում եմ։ եմ։ Ավելի շատ այդ get ready with me-ն էր անում։ Հիմա ավելի շատ մեքենան է։ Դες ընդհանրապես ցավոք սրտի տես բան չկա, կեսկատակ հումորով մի, հա, վերաբերվել։ Get ready-ների վրա հեղինակային պիտի ժամանակին հանած լինեի, որովհետև երբ նոր սկսեցի անել, անբացատրելի էր իրենց դիտումները, հետո բնականաբար հեծանիվ չեմ բոլորը անում են իհարկե աշխարհում։ հորինել, կարող ինչ-որ պայծ զգեստներ, սա վերջացը չգիտեմ, կարող է նոր լուք է, չեմ կարողացել կազմել։ Հիմա էլ եմ բարբերաբար անում, բայց այդ ավտոմեքենայինը նախ ավելի դինամիկ է, նախ ավելի ես եմ, երկրորդը ես շատ ուրախ եմ ու ես շատ շնորհակալ եմ, որ կարողանում ենք ինչ-որ թեմաներից խոսել, որտեղ մարդիկ իրենց կարող են տեսնել ու մեկնաբանել, որովհետև օքեյ, հա, լուքերը շատ հետաքրքիր է, գրում են շատ գեղեցիկ է ձեր տաբատը, ձեր բլուզը, ձեր կոշիկը, պայուսակը, բայց պատմություն չկա։ Իսկ ես սիրում եմ այդ պատմությունները, թեկուզ 1 րոպե տևողությամբ, բայց փոքր պատմությունները, որտեղ մարդիկ կարողանան ինչ-որ զրույց ծավալել։ Սոցիալական ցանցերն էլ իրենց թրենդերը ունեն։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ շատ ավելի աշխատած վիդեոներն ու ռիլերն էին, այսպես ասած, գնահատվում։ Հիմա կարծես ճիշտ հակառակը։ Հիմա ոնց որ լրիվ հակառակը, այսինքն ուղակի հեռախոս է եւ կոնտենտ է ստեղծում րոպեների ընթացքում ու րոպեների ընթացքում մոնտաժում ես։ Ինչ ես մտածում, հաջորդը որն է լինելու։ Շատ դժվար հարց ես տալիս եւ ես չեմ կարողանա պատասխանել։ Վահեն շատ պրոֆեսիոնալ մակարդակի վրա ամբողջությամբ տիրապետում է AI tools-երին, որը ինձ համար ֆունկցիոն, այսինքն Բայց տնից մեկը գիտի, ինձ թվում է արդեն իսկ լավ է։ Եվ ինքը ասում է, որ հենց դա էլ լինելու է հաջորդը։ Այսինքն որ մի օր դու ուղակի խոհանոցում կլինես, քո ավտոյի մեջ ռիլը կնկարվի առանց քեզ։ Ես դրա մասին մի ջել շատ եմ մտածել, արդեն երգում են AI-ները, դերասանական ամեն ինչ, բայց կոնտենտ ստեղծողների կյանքում, այսինքն կգա մի պահ, որ մենք ֆիզիկապես ավելի քիչ կլինենք մեր էջում։ Ես քեզ ասեմ, մի քանի ամիս առաջ նույնիսկ ուզում էի փորձարարական մի քանի տենց բան տեղադրել, բայց զգացի, որ չեմ ուզում։ Մտածում էի, որ դա վաղվա օրն է, բայց զգացի չեմ ուզում։ Մի անգամային կիսում եմ այդ կարծիքը, դու շատ հարգում ու հիանում նույն վայի արած աշխատանք, այսինքն դա ոնց ասեմ, մասնագիտություն է, դու պիտի կարողանաս ստեղծել այդ հոլովակը այնպես, որ ինքը չտարբերակվի եւ ինձանով ստեղծեց այդպիսի հոլովակ, որտեղ ես եմ վախենալու է։ Ես ինչ որ sense, բայց ես եթե ինքը արդեն արել է, ասել է իմ մազերով, իմ մեյքափով, իմ ձայնի ինտոնացիայով անգամ, բայց ես ինչ անեմ, ու ես տենց չկարողացա այդ գիտությանը, դեռևս չեմ կարողանում մերվել, բայց գտնում եմ, որ պետք է սովորենք տիրապետել, որովհետև կարող է հետ մնանք իրադարձություններից, իսկ ամեն ինչ այնքան արագ է զարգանում, որ այդպես քանի դեռ մենք խոսում ենք, հիշում ես, մենք հարցազրույցից մարդիկ հիմա միացնում են տեսախցիկը 5 րոպեմ խոսում են եւ եթե հաշվենք ռեյտինգների հետ հեռուստատեսային, ապա միանգամայն մի 10%-ով ավել կլինի։ Գիտես, ես Նինելից վերցրել եմ դասընթաց AI-ի, բայց շատ սխալ ժամանակ վերցրեցի, ոնց որ 1 ամիս առաջ էր, երբ ես շնչելու ժամանակ նույնիսկ չունեի, ու ինձ շատ մեղավոր եմ զգում, որ ես վերցրել եմ դասընթացը, բայց չեմ զբաղվել։ Ու ինձ ուզում եմ խոստանալ, որ ես պետք է զբաղվեմ, որովհետև ես մեմ գոնե մինիմալ իմանամ այդ ամենը։ Կյանքը հաճախ որոշումներ կայացնել կարողանալու մասին է։ Օրինակ ունենք 2 ընտանիք, 2 տուն, վատտանիքներով։ Ոչ միայն այդ երկուսը, այլ Հայաստանի սեփական տների կեսը դեռ ազբեստից տանիքներով են։ Բայց չշեղվենք։ Ա ընտանիքը անընդհատ մտածում էր, որ դեռ ժամանակը չէ։ Հետո կփոխենք, փող կլինի, նոր կփոխենք, կամ ռազմիկ դյաջան կգա, պաչինկաները կանի։ Համել անձրևների սեզոնը արդեն անցել է։ Նույնիսկ եթե լինեն տեղումներ, այնքան թաս կա տանը, որ կդնենք տանը եւ հատակը չի վնասվի։ Իսկ այն, որ այս տանիքը նաեւ քաղցկեղածին է ու քամու հետ այն կարող է տարածվել, բացասական է։
դրա մասն էլ ոչ լսել ենք, ոչ գիտենք։ Իսկ B ընտանիքը մաթեմից լավ էր։ Հաշվարկել էին ինչքան են իրենց վրա նստում տանիքի անverջ վերանորոգումները, կարկատանները, նաև հաշվարկել էին ջերմակորստի վնասը։ Նաև տեղեկացված էին, գիտեին կտուր EM նախագծի մասին, գիտեին, որ նույնիսկ առանց ներդրման կարելի է սկսել process-ը եւ 3 օր հետո ունենալ նոր սիրուն, էներգաարդյունավետ, առողջությունը պաշտպանող ապառիկի հիանալի պայմաններով հիանալի տանիք։ Իսկ նոր տանիքի հետ վերանում են հին խնդիրները։ Փոփոխությունը, որը տանում է դեպի դրականը, դեպի լավը, դա առաջընթացն է։ Եվ հաճախ հենց մենք ենք որոշում լինել անverջ գցող, բռնող A ընտանիքը, թե մաթեմից ուժեղ դեպի դրականը գնացող B ընտանիքը։ Լավ տանիք ունենալու ճանապարհին ձեզ պետք կգա 8 1 2 8 կարճ հեռախոսահամարը։ Զանգահարեք կտուրը եմ, ամեն ինչ կպատմեն, կբացատրեն, կկազմակերպեն։ Կոմնա ուժեղ ու թույլ կողմերը որոնք են։ Ամենաթույլ կողմս ես վստահում եմ մարդկանց։ Շատ ցավով եմ դա ասում, որ ես բարձրաձայն սա ասացի։ Ես կարծում եմ, որ դա առավելություն է եւ ես չեմ զղջում նրա համար, որ վստահել եմ, որովհետեւ դիմացինի քայլը չի խոսում իմ ապուշ լինելու մասին, դա խոսում է իրենց մասին, բայց դա իմ թույլ կողմն է։ Բայց դա չի փոխվում։ Չէ։ Իսկ իմ ամենաուժեղ կողմը, տեսեք, ես կարող եմ օրերով լացեմ, ես կարող եմ հիասթափվեմ, ես կարող եմ ծանր իրավիճակում լինեմ, բայց ինձ անհնարին է, ինձ թվում է կոտրելը որպես մարդ։ Այդ իմ ուժեղ կողմն է։ Ես այդպես կպարկեմ, ինչ է, գեղեցիկ գորգ կվերցնեմ, կգալարվեմ մեջը, կտառապեմ, բոլոր սյուժեները իմ գլխում կպտտեմ, թե ինչ վատ էր ամեն ինչ, եւ հետո կվերկենամ այնպես, որ ոչ մեկ չի կարող ենթադրել, որ ես 3 վատ եմ եղել։ Ֆենիքսի նման։ Ֆենիքսի նման, գուցե։ Ինչքան է տևում այտենց միջին անկումային վիճակը։ Օրեր 3 օր կարող է տևել։ 3 օր։ Հա։ Ու ինձ թվում է դա է ինձ ստիպում հետո առաջ գնալ, այսինքն ես մի հատ պիտի ինքս ինձ հասցնեմ ներքև, որ հետո կարողանամ բարձրանալ վերև։ Շատերն են դա ասում։ Հա, ու ես կայուն մարդ չեմ, այսինքն երբ որ իմ մոտ ամեն ինչ մի գծով ստաբիլ գնում է, ինչ որ միտեղ պիտի կայծ տա։ Ես երկար չեմ կարող հանգիստ գնալ։ Ներքև, վերև, ներքև, վերև։ Իսկ եթե չի տալիս, ես կստե։ Եթե չի տալիս շատ լավ է լինում, բայց կյանքը այնպեսի բան է, որ ինչ որ մի օր է, ինչ որ միտեղ դա պարտադիր չի ինչ որ վատ բացասական բանի տեսքով լինի, բայց լինում է թեկուս հոգեպես, թեկուս իսկ այդ թույլ կողմի հետ կապված վստահելու։ Վերջին անգամ երբ ա եղել, որ ասացիր իզուր վստահեցի։ Աշխատանքի մեջ հասկացա, որ ես շատ մեծացա վերջին տարիներին։ Պատահական չի, որ ասում են ցանկացած իրադարձություն, որը ձեր կյանքում լինում է, ինքը պիտի լիներ ձեր կյանքում, որովհետեւ դուք դրանից խաղում եք այն, ինչ որ պետք է։ Ու խորհուրդ կտամ առհասարակ, որ այդ անձնուրաց նվիրվելը եւ մի հատ էլ դեռ վստահ լինելը, որ այդ ամենը փոխադարձ է լինելու, չէ, այդպես չի, աշխարհը եւ այս կյանքը դասավորված, այդպես չի։ Եվ ձեր սպասելիքները եւ ակնկալիքները մարդկանցից դա բացառապես ձեր խնդիրն է, որևէ մեկը պարտավոր չի եւ որևէ մեկը չի արդարացնելու դրանք։ Այսօր շատ կոնտենտ ստեղծողներ, ինֆլուենսերներ փորձում են ոնց որ իրենց տարածքի մեջ լինել ու հաճախ դա իրենց հարմար տարածքն է։ Դու այն եզակիներից ես, որ խոսում ես հայրենասիրությունից, վատ բան եմ ասում, կներեք վատ բան եմ ասում, բայց այդպես է, տխրեցի, բայց մենք այն իրավիճակում ենք, որ եզակի են մարդիկ, ովքեր խոսում են հայրենասիրությունից, իմ ասածից ես վատ եղա, բայց այո, դու եզակիներից ես ով խոսում։ Մենք չպիտի ապրենք այն իրականության մեջ, որ պետք լինի խոսալ հայրենասիրությունից, ընդհանրապես։ Մենք այդ իրավիճակի մեջ ենք։ Ես խոսում եմ այն թեմաների շուրջ, որոնք ամենայն ազնվությամբ իմ ստեղ կանգնած է։ Դեռ մի բան էլ այդ թեմաներից շատերը այդպես էլ չեն հայտնվում իմ ֆիդում, այսպես ասված։ Ես կուլ եմ տալիս դրանց, որովհետև հասկանում եմ, որ արդեն շատ սուր են։ Ես խոսում եմ այն թեմաներից, որոնք ինձ ցավեցնում են։ Ավելի շատ ինձ ցավեցնում է, երբ որ դիմացինը չի ընկալում, որ դա տխուր է, դա անհանգստանալու է, դա կարևոր է։ Այդ ինձ ընդհանրապես է տապալում։ Եվ ամեն անգամ հոլովակ տեղադրելուց ես հաճախ ընկերներից կամ ընտանիքիս անդամներին ուղարկում եմ մի հատ նախապես հոլովակը, մի հատ ասում եմ դուք նայեք, հետո ասում են օքեյ, բայց պատրաստ եղի, որ քեզ բսկտելու են։ Իսկն ես միշտ գիտակցված գնում եմ դրան։ Օքեյ, թող լինի 20 վատ մեկնաբանություն, բայց ես կսպասեմ այն 200-ին, ովքեր կլսեն ու կհասկանան ինձ։ Բայց դու հասկանում ես մենք ինչ աբսուրդի
մասին ենք խոսում, այսինքն յուրաքանչյուր հայրենասիրական խոսք պետք է ուղեկցվի վատ մեկնաբանությամբ, դա չէ աբսուրդային մի բան է։ Նայած ինչ ենք մենք հասկանում հայրենասիրություն ասելով։ Օրինակ, եթե ես բարձրաձայնում եմ խնդիր, որը առկա է մեր իրականության մեջ, դա մենք դիրքավորում ենք, որովհետև երբ ասում ենք հայրենասիրություն, այդպիսի մեղադրանքներ են գալիս, ինչ պաթետիկ եք դուք։ Պաթետիզմի մասին մենք չենք խոսում։ Հայրենատեր, այնքան սիրում եմ այդ բառը, հայրենատեր տեսակ լինելու մասին։ Ես ուզում եմ, որ մենք հայրենատեր լինենք, եւ ուզում եմ, որ մեր մշակութային արժե համակարգը գոնե թե չկորցնենք, եթե դա հնարավոր է։ Ես չեմ ասում, որ պետքա լինել, գիտեք, այդպես ծայրահեղ եւ ռադիկալ, չէ։ Գուցե իմ կերպարի մեջ այդպեսին են տեսնում, որ մոտ կամ սևա կամ սպիտակ չկա միջին, չէ, այդպես չի։ Ես ոչ ակնկալում եմ, որ պետք է հիմա բոլորս զբաղվենք, ոչ ակնկալում եմ, բայց որ պետքա բոլորս այդպես գրուպներս ներքև պահենք եւ չտեսնենք ինչա կատարվում, բայց adekvat ոսկե միջին կա, որ ինձ թվում է բոլորս պետք է կարողանանք ցույց տալ։ Ես միշտ մտածում եմ, որ եթե մենք լինեինք Շվեյցարիան, մենք կարող էինք մեզ թույլ տալ հանգիստ մեր կյանքով ապրելու շքեղությունը, բայց քանի որ մենք քիչ ենք, քանի որ մեր խնդիրները անվերջ են ու մեկը մեկից վտանգավոր, մեզնից յուրաքանչյուրը ունի այդ պարտականությունը, էլի։ Հիշելու ով ենք մեզ, չկորցնելու մեր արմատները։ Ու երևի ազնիվ եթե լինենք, մենք միշտ ենք այդպեսին եղել, այսինքն այնպես չէ որ ինչ-որ ժամանակահատված առանձնացնենք, ասենք եւ այստեղ մենք խաղաղ ենք եւ անձեռնմխելի եւ ուրախ ենք, այդպես չի եղել։ Հիմա պատահական չի, չէ՞ այդ խոսքը որ կա, ասում են հայի բախտ, դե հիմա կա էլի դա, բայց ինչ որ արժեքներ կա, արևոր դրանք երբ որ արդեն այսօր ոտնահարվում են, ուրիշ բառ չեմ կարող հիմա ասել, ձեր ոդկասթը հեռուստատեսային չի, չէ՞, մենք չպետք է միայն ոսկեղենիկ այնպեսի հայերենով խոսենք, շնորհակալ եմ։ Հանգիստ խոսում ենք։ Մոտ գցում է ուղակի։ Այո։ Ես չեմ կարողանում այդ ընդունել։ Ես չեմ ասում պետք է բոլորս արթնանանք եւ ինչ որ այսպես, չէ, բոլորս էլ ապրում ենք։ Կյանքա իրավիճակա, բոլորս ապրում ենք, ով ոնց կարողանում է։ Բայց ինչ որ նորմեր կա, որոնք չի կարելի էլի ուղակի անցնել այդպես, ու ասել ինչ ա եղել, որ ինչ ա եղել, բան ա եղել։ Եղել է ժողովուրդ։ Լիլ ջան, ապրես որ եկար։ Մերսի որ կանչեցիր։ Արի վերջին մեր չխկանենք միասին։ Սիրով։ Ձին։ Ինչպես հաճախ է լինում մեր ոդկասթի ընթացքում, ասեմ, այս դեպքում էլ սկսելուց առաջ անվերջ էին տարբեր թեմաները, հիմնականում երեխաների հետ կապված, անվերջ էին զանգեր, մեսիջներ, մեկի խմբակը, մյուսի հագուստը եւ այլն։ Այդպես սկսեցինք, բայց գիտես կտրվեցինք։ Ես այս ընթացքում ամեն ինչ չէի խոսել։ Շատ խմբակները ամեն ինչը դրեցինք մի կողմ ու շատ լավ զրուցեցինք, ապրես։ Քեզ էլ մերսի։ Ու ես կուզենամ մի օր գա այնպիսի իրականություն, որ բոլորս հետ հավաքվենք այնտեղ, որտեղ առաջին անգամ ծանոթացել ենք։ Հա։ Ված չի լինի։ Գիտես ինչն է հետաքրքիր կլինի։ Ես այս վերջերս մի բան հասկացա, որ շատ վաղուց, օրինակ ես հանրայինում չեմ։ Ու այսքան վաղուց հանրայինը իմը չի։ Բայց ես նենց եմ մտածում ինչ որ միտեղ, որ դա իմն է։ Տես ֆաստի պարագայում ես կարողացա այդպես անցնել, օքեյ, գործը, բայց հանրային մենք, չգիտեմ, դա մը շատ լավ կլինի, բայց ով գիտի տեսնենք։ Հետո հերոստատեսության այդ էլի տես գալիս ենք դեպի հերոստատեսություն։ Հերոստատեսությունում լինելը նշանակում է նվիրվել 24/7 այնտեղ ապրել, հոգնել, հետ ծնվել։ Միգուցե դա նաև դա է պատճառը, որ ես երեխաներից հետո դեռ պատրաստ չեմ։ Ու այս ամեն ինչի մեջ գիտես աբսուրդը որտեղ է կայանում, որ նոր սերնդի երիտասարդների հետ խոսում ես, մեկ էլ ասում են, սա իմ private բանն է, իմ ժամանակը, իմ տարածքը, ես այսօր overwhelmed եմ ու մենք այս աչքը կախ, լուսադեմ 4, եթեր, ինչ overwhelmed, ինչ հոգնած, ով էր հարցնում ընդհանրապես։ Ուրեմն ձեզ ասեմ, նախկինում ոնց էր աշխատանքը, հիմա կգտնվեն մարդիկ ասեն, այ դա վատ է եղել եւ այլն։ Ես գտնում եմ դա լավ է եղել։ Մենք ընտիր դպրոց ենք անցել։ Մենք երբեք չենք մտածել, որ մենք կարող ենք ասել ժամանակը, բայց դա իմ գործը չի, դա իմ պարտականությունը չի։ Ամեն ինչն էր մեր պարտականությունը։ Լիլ ջան, անջատում ենք, շարունակենք։ Ապրես, որ եկար։ Քեզ էլ մերսի որ կանչեցիր։ Վերջ կամ երգեմ ձեր համար։ Փոքրիկ կատարում Լիլիթի կողմից։